Վերսկսվել են Մասյացոտնի թեմի Մոշախբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրի վերականգնման աշխատանքները, որ մեկնարկել էին անցյալ տարի։ Վանական համալիրը միջնադարյան պատմամշակութային հուշարձան է եւ վերականգնման ամբողջ ընթացքը նախագծումից սկսած կատարվում է Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության եւ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի համագործակցությամբ։ Գաղափար Հայրապետի օրհնությամբ դեռևս տարիներ առաջ այս գաղափարը սկսել էր զարգանալ աստիճանաբար եւ ի հայտ էին եկել մարդիկ, նվիրյալ հայրենիներ, ովքեր պատրաստ էին կյանքի կոչելու վանքի վերակառուցումը։ Ավարտելուց հետո կազմակերպությունը նաեւ համախորհուրդ մեզ հետ ծրագիր ունի վանքը օժտելու նաև ենթակառուցվածքներով եւ առհասարակ այս միջավայրը մեր միջնադարյան վանական համալիրին բնորոշ տեղ դարձնելու մեր ժողովրդի հավատավոր ժողովրդի համար։ Վանքի վիմագրերը վկայում են 1301 թվականին է սկսվել վանական համալիրի կառուցումը Ջալալ Օրբելյան իշխանի եւ նրա կնոջ նախաձեռնությամբ։ Ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ վանքը հիմնականում տուժել է երկրաշարժերից եւ դրանց հետևանքով առաջացած սողանքներից։ Վերականգնման նախագծում ներառված է նաեւ ջրահեռացման հարցը, վանքը հետագայում հեղեղումներից պաշտպանելու համար, ասում է վանահայրը։ Վանական կառույցից պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Զանգակատունը եւ Տապանատունը։ Երեքն էլ հիմնովին վերականգնվում են։ Ամենաբարդը Տապանատանն իրականացվող աշխատանքներն են։ Տապանատան պատին կան արձանագրություններ, որտեղ նշվում է, որ այստեղ թաղված են Օրբելյան ընտանիքի մի ճյուղի անդամներ, Ջալալ իշխանը, Գոնցա իշխանուհին եւ նրանց որդի Էլիկոմը, սակայն չէր երևում տապանները նրանց։ Գերեզմանակարերը, շիրմաքարերը չկային։ Որոշվեց, որ պիտի տապանատան հիմնական մասը քանդվի եւ վերակառուցվի։ Հողահեռացման աշխատանքներ էին կատարում մոտ 2 մետրից ավել խորության մեջ բացահայտվեցին այդ 3 տապանները եւ տապանատան վերակառուցման նախագիծը փոփոխության ենթարկվեց։ Վանական համալիրը կառուցվել է սպիտակ կրաքարից, այդ պատճառով նաև սպիտակավոր են կոչել։ Քանի որ հայաստանյան ներկայիս սպիտակ կրաքարը զգալիորեն փոքր է եւ չի համապատասխանում կառույցի հին քարերին, մասնագետների որոշմամբ այն կփոխարինվի տրավերտին քարատեսակով։ Նյութատեխնիկական եւ գունային առումներով հենց սա է ամենահարմարը։ Եկեղեցու գմբեթն արդեն երեսպատված է տրավերտինով։ Գմբեթի վրա նայեցին տեսան մոտավորապես 40-45% շատ հին են եւ ճակված են քարեր, որ հեռացվել է եւ տրավերտինով հինի հետ համադրվում է եւ ինչպես տեսնում եք նույն սպիտակ գույնն է ստացել եւ ամբողջ շինարարությունից հետո ինքը լվացվելու է ամբողջ եւ սպիտակ մեկ հատ մարգարիտ ենք ունենալու։ Լիցքավորված քարերը որ կան դրանք լրիվ հանվել լվացվել է, թակ լվացվել է ջրով, ամեն ինչ հեռացվել է կրաշաղաղը եւ ինչպես տեսնում եք կիրնել կա, ցեմենտի հետ կրաշաղաղը նորից խառնվում են, նույն քարերը դրվում են պատերի հիմքերի մեջ։ Ոչ մի բան չի կորում եւ իրանք օգտագործում են անպայմանորեն։ Իսկ մնացած պատի քարերը որ չկան, ինչպես տեսնում եք, էլի սպիտակ տրավերտինա դրված։ Համաձայն նախագծի հանվել է եկեղեցու խորանի իկոնոստասը, պատկերակալը։ Այն 1830-ականներին ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակ է տեղադրվել եկեղեցում։ Խորանն արդեն ստացել է իր նախկին տեսքը, ասում է հայր Արիստակեսը։ Մաքրման աշխատանքների ժամանակ եկեղեցու արևելյան կողմում առկա տապանակարերի կողքին մի քանի նոր արձանագիր տապանակարեր են բացվել։ Շատերը եկել են այստեղ որպես միաբանական կենտրոն եւ հիշատակություն ունենք որոշ արձանագրություններ գերեզմանակարերի վրա, տապանակարերի, որ ունենք Աղարսնեցի վարդապետ, Գոշեցի վարդապետ, հենց այդպես էլ հիշատակվում են իրանք։ Մյուսների արձանագրությունը որոշ չափով ջնջված է, մաքրված է, որը կարողացել ենք հայտնաբերել ենք, բայց նաեւ կան տապանակարեր փոքր երեխայի պատկերագրությամբ, մեծ իշխանների պատկերագրությամբ։ Չնայած եկեղեցին Սուրբ Աստվածածին է կոչվում, բայց վանական համալիրը Սուրբ Հովհաննես Կարապետի անունն է կրում։
Այստեղ ամփոփված է սրբի մասունքը։ Անկախ վանքի ֆիզիկական վիճակից այն միշտ սիրված սրբավայր է եղել ժողովրդի համար։ Տարիներ առաջ վանք տանող ճանապարհը հիմնանորոգվեց Արարատ ճանշին ընկերության հովանավորությամբ, եւ վանք այցելող ուխտավորների զբոսաշրջիկների հոսքն ավելի մեծացավ, ասում է Գևորգ Սրբազանը։ Թեմակալ առաջնորդը հույս ունի նաև, որ հատկապես վերականգնման աշխատանքներից հետո մասնագետները կսկսեն զբաղվել վանքի բուն առաքելության ուսումնասիրությամբ։ Մասնագետները հատկապես նշում են, որ սա այն եզակի վանքերից է, որի կառուցման մասին գրեթե ամեն ինչ հայտնի է, ով է ճարտարապետը, ով է պատվիրատուն, երբ կառուցվեց, բայց վանքի պատմությունը հիմնովին հետազոտության կարիք ունի, որովհետև ոչ մեկ չի զբաղվել այս վանքի պատմությամբ, գործունեությունը նկատի ունեմ, առաքելությունը իրականացրած կառուցման մասին, այո, հոդվածներ հրապարակված կան, բայց հիմնովին ուսումնասիրելու հետազոտության կարիք ունի վանքի պատմությունը, ինչպես մեր շատ վանական համալիրների, որոնք եւ վանական կառույցների, որոնք միջնադարում կրթական, հոգեվոր մեծ առաքելություն են իրականացրել մեր ժողովրդի կյանքում։ Վանական համալիրի վերականգնումը նախատեսվում է ավարտել 2025 թվականի տարեվերջին։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։